Բարև ձեզ։ Դու ով ես։ Ես ձեր փաստաբանն եմ։ Փաստաբան։ Անկեղծ ես, այս մասնագիտությունը ընտրել ես, որ սենց սիրուն շորիկներ հագնես։ Շատ ասազում։ Ես պատկերացնում եմ այդ դատավորի դեմքը։ Քեզ տնալուց հետո երևի մոռանում է ինչի համար նիստը սկսել։ Ես այստեղ չեմ եկել քո անհեթեթությունները լսելու համար։ Ես էլ չեմ հասկանում ինչի համար ես եկել։ Ես փաստաբան ունեմ, գնա։ Գուցե ունես, բայց այդ փաստաբանը քեզ չի կարող օգնի։ Այ դու կարաս օգնես ինձ։ Ինձ Զոհրաբն է ուղարկել։ Ինչ։ Հա։ Ինքը ուզում է, որ ես քեզ օգնեմ։ Այդ Զոհրաբի պատճառով է ընտանիքս քանդվել։ Դու ուզում ես, որ ես հավատամ քեզ կամ իրան։ Գնա ստեղից։ Լսի, տիկնիկ։ Դու շատ սիրուն աղջիկ ես, բայց շատ միամիտ։ Սխալ մասնագիտություն ես ընտրել, դուրս արի ես կեղտի մեջից։ Հասկացար։ Եթե քեզ օգնություն պետք չի, դա քո խնդիրն է։ Բայց մյուս անգամ ինձ տիկնիկ չասես, հասկացար։ Հասկացա, տիկնիկ։ Հայրիկ, Միլանա։ Հաբալես։ Ոնց անցա։ Այդ տղան լրիվ հոգեկան շեղումներ ունի, հայրիկ։ Ինքը պինդ տղա է իհարկե, բայց քեզ նեղացնելու համար պատասխան կտա, բալես։ Գնում եմ ակում, թղթեր ունեմ կարևոր վերցնելու։ Կգնամ տուն կխոսենք։ Դու ես վառել իմ ակումբը։ Քո ակումբը։ Մի ձևացու, թե չես հասկանում ինչի մասին եմ խոսում։ Դա իմ կյանքն էր։ Իմ փողը, իմ բիզնեսը։ Այդ իմ ակումբներն էր։ Հա, դու ես փողը տվել, բայց ես ներ եմ դրել ամեն ինչ։ Իմ կյանքը, դա իմ բիզնեսն էր, իմ փողերը։ Դու ներես դրել են, ինչ ես քեզ տվել եմ։ Իսկ դա նշանակում է, ակումբը իմն էր։ Զորավ, ես պատրաստ էի քեզ վերադարձնել բոլոր պարտքերը։ Մի բան էլ ավել, բայց դու այդ հնարավորությունը ինձ չտվեցիր։ Դու եկար ու քանդեցիր ամեն ինչ, Զորավ։ Ես այրել եմ ոչ միայն ակումբը մեր։ Ես այրել եմ իմ փողերը։ Դու մոռացել ես թե ով է ղեկավարը։ Դու մոռացել ես մի շատ կարևոր կանոն։ Թե ես տալիս եմ ու հետ չեմ ստանում։ Դա դառնում է իմը։ Եթե ես ուզենամ այրել կամ ուղարկել գրողի ծոցը, ես դա կանեմ, անկախ նրանից, թե ինչքան փող եմ ես ներդրել դրա մեջ։ Տարեք սրան։ Ասում ես ով էր եկել։
Քո հետաքրքրությունը։ Սեմ։ Եկելա պոպոկ ջարդելու ժամանակը։ Ալբերտը քեզ բարեներ աղա։ Ալբերտին էլ իմ կողմից կբարևեք։ Կասեք, որ ես ոտով եմ ստեղից տուն գնալու։ Ես իլորիվ քիշը։ Ախպերս ոնց էի կարոտե ես քեզ։ Ես էլ։ Հիմա նայի ախպերդ ինչա գցեք քո համար։ Գնում ենք նշելու։ Չէ, մամային պետքա տենամ, հետո հոգնածին պետքա հանգստանամ։ Ինչ հանգստանալ։ Մի տարի այդ բետոնի պատերի մեջ հանգստանում։ Չէ, կոկո։ Մամայինք էլ հենա եկան։ Սեմ, Մամ ջան, Սեմ տղաս։ Այցան։ ի՞նչ համար եք եկել։ Ես կգայի տուն, էլի։ Չես խոսում։ Ոնց կարենք մենք քեզ չդիմավորենք։ Ես քո հետ հետո կխոսամ արիստեղ։ Ոնց եմ կարոտել տղաս։ Կարևորը մամային տեսար, գնացինք նշելուս։ Ես գնում Սեմ, մենք քեզ այնքան ենք սպասել, ցավը տանը, մի տարի սպասել են։ Արի գնանք, չէ։ Ոչ միտեղ չի գա։ Գնացինք Սեմ։ Հակուսը տախտուի մեջ է, գնացինք։ Ասենք նայում ես տղու դեմքին ու մտածում ես տենաս ես տղեն կապի միջև իրա ժամկետի ավարտը։ Բայց ոնց տենում եք տանկի պես պինդ տղա է, այ մեր ախպերը, մեռնեմ սրտի։ Ես ինչ անոսներ, հա։ Ես նոր դեմք ունեք։ Սեմը, իմ լավ ընկերն է։ Այդ դեռ կերևա։ Նստի մի բաժակ բան խմենք։ Լսել եմ բեռնատարեր եք ման գալիս։ Կա տենց բան։ Մի քանի հատ ունեմ։ Ձեզ էլ լավ զեղչ կանեմ։ Ինչ շտապ փող ա պետք։ Կասեմ հայրիկին, նստի մի բաժակ խմենք։ Ինձ գիտես որտեղ գտնես։ Բայց մի հատ խմենք իրար հետ։ Շտապում եմ չէ։ Դե, Զոհրաբ հայրիկ, не надо было рубить сук, на котором сидишь.
Փաստորեն լավ էլ հիշում ես տանդ հասցին։ Մամ։ Դու ինչ գործ ունես այդ Կարոյի հետ, հմ? Դու չես հասկանում, որ քեզ համար էլ ամեն ինչ կարող ավարտվի նենց ոնց որ հորդ համար։ Իմ համար մեկը։ Մեկը, հա? Փաստորեն ես էլ քո համար կարևոր չեմ։ Կարևոր չեմ, որ առաջինը գնացիր դրանց մոտ։ Իսկ դու չես նկատում, որ դու կամաց հորդ ես նմանվում։ Սկսել ես նրա ստվերին նմանվել։ Այ Աստվածյան, ամեն ինչ կրկնվում է, հա? Հասկացի տղես, այդ կոկոն պարզապես մեկը չի, դրանք հորդ կործանեցին, դրանք քեզ էլ կկործանեն, կկործանեն ամեն ինչ, ինչ դու սիրում ես, ինչ դու ունես, ինչ ես ուզում հորդ նմանվել։ Որտեվ ես իրա տղեն եմ։ Ուզեմ թե չուզեմ, մամ, ես իրա տղեն եմ։ Դրա համար էլ չկարողացա դառնամ այն մարդու, ում մասին երազում էի։ Քո կարծիքով ես չէի ուզում ոստիկան դառնալ։ Ուզում էի, բայց չթողեցին։ Ասում ես կոկոն քո կյանքը կփչացնի, իմ կյանքը վաղուց կործանված է։ Ես չեմ ընտրել այս ճանապարհը, այս ճանապարհն է ինձ ընտրել։ Եթե սա իմ ճակատագիրը, եթե սա իմ խաչը, ես կտանեմ այդ։ Չխոսես, դու չես նմանվելու հորդ, չես նմանվելու։ Մամ, գիտես ինչի համար եմ ես իրան նման, որովհետև ինձ չտարբերեցին իրանից։ Մի գնա, Սեմ, մի գնա, Սեմ! Կոկոնից կողքություն ապետ, Էլեստանը չեմ կարանա։ Դա։ Մայիսի 17-ին մայրերի տոնի կապակցությամբ լավագույն անակնկալը։ Ժողովրդական երգերի հրաշալի երեկո է սպասվում։ Ներսիկ Իսպիրյանի, Ավո Ադամյանի, Գրիգոր Միրզոյանի եւ Արմեն Դավթյանի լավագույն կատարումները հայրի ամենասիրված Ակվա Կալիենտեի The Show համերգասրահում։ Համերգի հաղորդավարն է Աշոտ Ղազարյանը։ Լավագույն տեղերը ամրագրեք հիմա 818-265-0506 հայկական ժողովրդական երգերի բացառիկ երեկո։ Dentallux նոր ժամանակների ատամնաբուժական կենտրոն American Dental Corporation-ի հովանու ներքո։ Մենք ոչինչ չենք խնայել ձեր այս dental experience-ը անցավ, արագ, որակով, ինչ որտեղ նաև հաճելի դարձնելու համար։ Այսօր dental office-ներ կան ամեն քայլափոխի։ Դրանցից շատերը հավանաբար ձեզ ուղարկել են անհամար գովազդներ, մեսիջներ։ Մենք այս ամենը կազմակերպել ենք ուրիշ մակարդակի վրա։ Լինելով dental գիտական հետազոտությունների անմիջական մասնակից, որևէ գիտական նորարարություն, նոր տեխնոլոգիա, սարքավորում անմիջապես ներդրվում է մեր կողմից այստեղ, ընդ որում լավագույնները, ամենաթանկարժեք սարքերը, ամեն ինչ, որ ձեր դենտալ միջամտությունը անցնի անցավ։ Կրկնում եմ, անցավ հարմարավետ եւ արագ սպասարկումով։ Dentallux-ում ձեզ կհատկացնեն ժամադրության օր ամենակարճ ժամանակահատվածում։ Կարիք չի լինի սպասել օրեր կամ շաբաթներ, քանի որ մենք ունենք բազմաթիվ բժիշկներ։ Իսկ եթե ունեք emergency, անմիջապես եկեք մեզ մոտ 229 North Central Avenue 2-րդ հարկ, հայտնի US Armenia-ի շենքը։ Dentallux Ավտովթարի մեջ եք ընկել։ Ձեր փոխհատուցումը սկսվում է այստեղ։ Մեր փորձառու փաստաբանական թիմը մասնագիտացված է ավտովթարների գործերում եւ պատրաստ է պաշտպանել ձեր իրավունքները արագ, արդյունավետ եւ հստակ։ Մեր թիմը պատրաստ է պայքարել ձեզ համար, ապահովելով լավագույն արդյունքը եւ լավագույն փոխհատուցումը։ Դուք արժանի եք արդարադատությանը եւ մենք այստեղ ենք ապահովելու այն եւ ձեր պատշաճ փոխհատուցումը։ A&M Law Firm Wonderland Flowers
որտեղ ծաղիկները միշտ պատրաստ են արտահայտելու ձեր սերը, շնորհակալությունը եւ ուրախությունը։ 7 օր, 24 ժամ։ Մենք առաջարկում ենք թարմ եւ որակյալ ծաղիկներ մատչելի գներով ցանկացած առիթի համար։ Wonderland Flowers բարերի փոխարեն։ US Car US Car-ում մենք առաջարկում ենք նոր եւ օգտագործված մեքենաների լայն ընտրան, ձեր ոճին, գրպանին եւ կարիքներին համապատասխան։ Ֆինանսավորման ճկուն տարբերակների, փորձագիտական խորհրդատվության եւ գերազանց գործարքների շնորհիվ յուրաքանչյուրի համար մեքենա գտնելն ու ձեռք բերելը երբեք այսքան հեշտ չի եղել։ US Car դուք ոտքով եկեք, մենք ձեզ ձեր մեքենայով կճանապարհենք։ Eagle Electric Supply ձեր վստահելի աղբյուրը որակյալ էլեկտրամատակարարման համար։ Հզորացրեք ձեր նախագծերը բարձրորակ էլեկտրամատակարարման մեր լայն տեսականիով։ Հաղորդալարերից մինչև լուսավորության ժամանակակից լուծումներ։ Մենք տրամադրում ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ցանկացած աշխատանք կատարելու համար, մեծ կամ փոքր։ Հուսալի արտադրանք, մատչելի գներ, փորձագիտական աջակցություն։ Eagle Electric Supply Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ արժանացեք արքայական հանգստի։ D&D կահույքի սրահ, որտեղ կգտնեք ամեն ինչ՝ սեղաններ, աթոռներ, պահարաններ, ննջասենյակի եւ խոհանոցային կահույք, ոճային, հարմար ու որակով։ Իսկ հիմա հատուկ առաջարկ։ Գնում եք հատուկ մատրաս, մահճակալը ստանում եք անվճար։ D&D կահույքի սրահ, որտեղ կգտնեք այն ամենը, ինչ փնտրում եք։ Դե կապվես սրա ճախորտն այդել։ Խնդրեմ ներս հրավիրեք։ Բարև։ Ինձ կարճ ներկայացրեցին ձեր խնդրի մասին, բայց կուզեի, որ դուք ավելի մանրամասնեիք։ Ինձ առաջարկեցին, որ կամ ձեր մոտ, որովհետև դուք նմանատիպ քեյսեր շատ ունեք, ինշուրանսը հրաժարվում է հատուցել իմ տան վնասը ամբողջությամբ։ Իսկ ձեր տանն ինչ էր պատահել։ Ցավալի հրդեհները իմ տանն էլ հասան։ Շատ եմ ցավում, որ անցել եք նման իրավիճակի միջով, բայց կուզեի իմանալ ինչ է պատահել ձեր տանում։ Տունը ամբողջովին չի այրվել, ընդհանրապես տանիքը։ Ծխից եւ ջրից նաեւ ներքին հարդարանքն է վնասվել։ Իսկ ինչքան է պատրաստվում ապահովագրական ընկերությունը փոխհատուցել ձեր վնասների համար։ Ապահովագրական ընկերությունը ընդհանրապես առաջարկում է $80,000։ Իսկ դուք վնասների անկախ գնահատական ունեք։
Այո, մասնավոր գնահատողը 250 է գնահատել։ Իսկ գրավոր բացատրություն ստացել եք ապավարական հաշվարկների վերաբերյալ։ Այո, ահա նամակը։ Նրանք պնդում են, որ վնասների որոշ մասը հրդեհի հետ կապ չունի։ Սա ապավագրական ընկերությունների դասական մարտավարությունն է։ Մենք կբողոքարկենք ապավագրական ընկերության որոշումը եւ նրանց կպարտադրենք, որ ձեզ պատշաճ փոխհատուցում ներկայացնեն։ Շատ շնորհակալ կլինեմ։ Այս էլ մեր տիկնիկը։ Ինձ ինչ-որ բան հուշում է, որ ես պետքա չգայի։ Կամ ինչ-որ մեկը, չէ՞։ Գիտես, ես հասկանում եմ, որ դու փորձում ես տպավորություն ստեղծես, բայց սկսում եմ մտածել, որ դու ուղղակի չափի զգացողություն չունես։ Մայրը չսովորեց, էլի, չսովորեց պունկտուալ լինել, հələ հերիք չի, պետք է կանգնեմ ու ձեր առանց կանոնների մարտերը նայեմ։ Սեմը ուրա, հաղավ։ Սեմը, ասենք շու, հանձնվոներս չի։ Սեմը։ Ահա, ինքը մեզ փրկեց։ Ես արդեն մտածում էի, որ բոլորիս կսպանեն։ Դաժե չհասցրի հասկանամ ինչա կատարվում, բայց ինքը արդեն ամեն ինչի մասին մտածել էր։ Դու պատկերացնում ես, գլխիդ հետ ինչ կկատարվեր, եթե աղջկաս հետ մի բան լիներ։ Մեղավոր եմ, հայրիկ։ Ուղղակի գործարքի էին գնում, ասացի հետներս փաստաբան լինի։ Հիմարի մեկը։ Դու փրկել ես աղջկաս կյանքը։ Ես սովորություն չունեմ մարդկանց պարտք մնալու։ Ասա ինչ ես ուզում դրա դիմաց։ Ոչ մի բան չեմ ուզում։ Մենակ ուզում եմ, որ Կոկոյի պարտքը մարվի։ Ուզում ես, որ Կոկոյի պարտքը ներեմ։ Հա։ Բայց դու կարող ես ավելի շատ բան ուզեիր։ Ասա ինչ ես ուզում։ Շնորհակալությունը բավական է։ Եթե ինձ պետք լինի, որ օգնես ինձ, պատրաստ կլինես, կգաս։ Տեսնենք։ Այդ պարտքը դու ես վճարել։
Տիկ-տիկ։ Հեռացրեք այդ տեսախցիկը։ Դուք ինքներդ եք հասկանում, թե ինչքան կարևոր է հասարակության համար ճշմարտությունը իմանալ։ Պաշտոն։ Իսկապես, Էլեն, ինչ ես կարծում, քո լուսանկարները պետք կգան հետաքննությանը։ Չէ։ Քո արված ամեն մի լուսանկար եւս մեկ ապացույց է, որը մենք հետագայում կարող ենք չունենալ։ Իմ համար խնդիրներ մի ստեղծեք։ Չես հասկանում։ Քեզում տեղն ես դրել, տուր տեսախցիկս։ Դու չես հասկանում, ես էլ ջնջում եմ նկարները։ Ոչինչ, մյուս անգամ ես ավելի պատրաստված կլինեմ։ Համառն ես Էլեն, գիտես։ Այդ նույնիսկ մի փոքր ինձ հիացնում է։ Բայց դու պետք է հիշես, որ շոու բիզնեսում չես։ Ու այս նյութ չի ճիշտ ճանապարհից շեղված դերասանուհու կամ ոսկե երիտասարդության արքայի մասին։ Դու չես կարող հենց այնպես խաղադրույք կատարել մարդկանց կյանքի վրա։ Ինչի ջնջեցիր։ Պարոն Ավագյան, երիք չի այդ լրագրողների ուշադրությունը թեկես մերկում։ Բայց պարոն Ավագյան, եթե քո պատճառով մի վատ բառ տեսնի հրապարակված մեր մասին, մոռացի որ իմ խմբում կլինես։ Հիմա գնա ուղի արածը։ Արի հետևիցս։ Հրավերի ես սպասում։ Արի քո համար հոդվածի լավ նյութ ունեմ։ Կարծում ես ոչ ոք չի նկատի։ Այս քաղաքում ոչ ոք չի նկատում այն, ինչը չի ուզում նկատել։ Հանգիստ տեղի։ Կարծում եմ ճիշտ ես։ Բայց քո համառությունը ինձ մի փոքր վախեցնում է դեռ։ Իրոք, մնացածներին դուր ա գալիս, պես գիտես։ Միկա, ինձ թվում է դու չես հասկանում։ Ես այստեղ եմ, որովհետև գործս կիսատ չեմ ուզում թողել։ Բայց որտեղ ավարտվում է աշխատանքը, այդտեղ սկսվում է կյանքը։ Այդպես չէ՞։ Այս կյանքը բոլորիս համար էլ խաղ է։ Իսկ դու ուզում ես դառնալ դրա մի մասնիկը, չէ՞ Էլեն։ Մի քանի րոպե արդեն ստեղ կլինեմ։ Հիմա ստիպված եմ քեզ համբուրել, որ ոչ մեկը ոչ մի բան չկասկածի։ Ոչ մի դեպքում։ Տեսախցիկը թանի։ Մայիսի 17-ին Մայրերի տոնի կապակցությամբ լավագույն անակնկալը ժողովրդական երգերի հրաշալի երեկո է սպասվում։ Ներսիկ Իսպիրյանի, Ավո Ադամյանի, Գրիգոր Միրզոյանի եւ Արմեն Դավթյանի լավագույն կատարումները հայրի ամենասիրված Ակվա Կալիենտեի The Show համերգասրահում։
Համերգի հաղորդավարն է Աշոտ Ղազարյանը։ Լավագույն տեղերը ամրագրեք հիմա 818-265-0506 հայկական ժողովրդական երգերի բացառիկ երեկո։ Այկնիկ, իրիկունը խաչիկը, վաչիկը, հրաչիկն ու քաջիկն են գալիս մեր տուն։ Աչքս լույս, մի $1000 ծախսի տակ ընկանք։ Չէ, 300։ Պա, էդ ինչ եմ բերելու որ։ 12 տեսակի appetizer, հավի ու տավարի անուշահամ քյաբաբ, հավի եւ խոզի ածուխի վրա պատրաստած խորոված ախորժելի սալմոն։ Ուխ, դեզանգիր։ 707-707-77-71 Vivaldi Catering ծառայություն։ Խնայիր եւ վայելիր։ Gigi Span Ranch, փոքրիկ աշխարհ մեծ ժպիտների համար։ Բացահայտեք կախարդական մի վայր, որտեղ երեխաները կարող են խաղալ, ծիծաղել եւ շփվել իրենց սիրելի կենդանիների հետ։ Մեզ մոտ ամեն միջոցառում վերածվում է հեքիաթի։ Մեզ մոտ կարող եք տոնել ծննդյան օրեր, մկրտություններ եւ մանկական ուրախ այլ միջոցառումներ։ Որպեսզի ձեր օրը լինի բացառիկ, խնդրում ենք նախապես ամրագրել միջոցառման օրը։ Տեղերը սահմանափակ են եւ յուրաքանչյուրը սիրով պատրաստվում է հենց ձեր փոքրիկի համար։ Armeco Food, հայկական արևի ամենաքաղցր պահերը, ծիրաններ Արարատյան դաշտից, սալորներ արևահամ այգիներից, խնձոր ու տանձ մեր հողից, մեր հոգուց, Armeco Food-ի չրերը 100% բնական են, առանց շաքարի, առանց հավելումների։ Միայն մաքուր մրգեր, չորացված արևի ջերմությամբ, համ որ աճել է մեր հողի վրա։ Armeco Food, Հայաստանի համը Միացյալ Նահանգներում։ iVoyage-ը ձեր վստահելի գործընկերն է ավիատոմսերի ձեռքբերման եւ անմոռանալի հանգիստ կազմակերպելու գործով։ iVoyage-ի հետ դուք ստանում եք լավագույն գները, արագ սպասարկում եւ հարմարավետություն ձեր բոլոր ճանապարհորդությունների համար։ iVoyage, ձեր տոմսը դեպի աշխարհ։ Դոկտոր եք վարորդի, ուղևորի կամ հետիոտնի կարգավիճակով ձեզ անհրաժեշտ է բուժօգնություն, բայց չգիտեք ում դիմել։ Ապահովագրական ընկերությունը փորձում է նվազեցնել ձեր փոխհատուցումը։ Մենք այստեղ ենք պաշտպանելու ձեր իրավունքները։ Վթար եղավ եւ ձեր մեքենան վնասվեց, գիտենք, դա նյարդայնացնող է, բայց մենք հենց դրա համար ենք այստեղ։ Pristine Auto Collision-ում չկան բարդ խոսքեր ու անհասկանալի պայմաններ։ Կապտվում եք մեզ հետ, մենք տեսնում ենք ինչ է պետք անել ու սկսում ենք գործը։ Ուղղում ենք քերծվածքները, հարթում դռները, նորից ներկում ու փայլեցնում։ Ապահովագրական հարցեր կան, հա, դրանում էլ կօգնենք։ Արդյունքը մաքուր աշխատանք առանց քաշքշուկի։ Pristine Auto Collision։ Maze Restoration, վերականգնում արագ ու վստահելի։ Maze Restoration-ը մասնագիտացած է ջրի, կրակի, մոլդի, կոյուղու եւ այլ վնասների վերացման գործում։ Մեր փորձառու մասնագետները արագ եւ որակով մաքրում ու վերականգնում են ձեր գույքը, այն վերադարձնելով իր նախնական վիճակին։ Մենք կատարում ենք նաեւ մանսարդի եւ հիմքի տարածքների մաքրում, կանխելով խոնավության եւ մոլդի տարածումը։ Ձեր արժեքավոր իրերը կարող ենք պահել անվտանգ, հատուկ պայմաններում։ Վստահեք Maze Restoration-ին ձեր տունն ու գույքը պաշտպանելու համար։ Եթե կարոտել ես Հայաստանի թարմ պտու բանջարեղենի համնոհոտը եւ իհարկե թարմ հացաբուլկեղենի, որը թխվում է տեղում, առանց բարանելու քայլերը տուղիր նոր Hollywood 12-11 Sherman Way։ Sherman Way եւ Coldwater փողոցների առևտրական կենտրոնում գտնվող Royal Fresh։ Ուր ամեն օր կգտնես թարմ մսամթերքի, երշիկեղենի եւ քեզ անհրաժեշտ բոլոր տեսակի ուտեստների լայն ընտրանի։ Royal Fresh, ամենամեծ եւ ամենաապահով ավտոկանգար բոլոր հաճախորդների։
Հանգիստ։ Henry. Հեսա։ Հատ նկարի մեր աղբոր հետ։ Լավ, նստի։ Բալերի մոտ, նստի հանձնես։ Հեն լավ նյութեր։ Լավ նյութեր աղ չէ։ Շատ լավ է։ Բա որ ասում էի արի։ Գիտես, մտածում եմ, որ կյանքը նման է կամրջի։ Անցնում է անդունդի վրայով ու կապված է շատ փխրուն պարաններով։ Մի սխալքայլ ու վերջ կարող է փլուզվի։ Բայց կամուրջը դեռ պահում է, չէ։ Մարդիկ կամուրջ են կառուցում ափերը կապելու, ոչ թե անդունդ ընկնելու համար։ Իսկ ինձ թվում է, որ երբեմն այնքան հեշտ է ամեն ինչ ոչնչացնել։ Երկու հարված ու վերջ։ Ինչ ես մտածում, մարդիկ իրանց կամուրջները միշտ քանդում են։ Ես մտածում եմ, որ երբեմն մարդիկ չեն հասկանում, որ իրենք են իրենց խնդիրների ու աղետների պատճառը։ Դու ամեն ինչին այնքան ողբերգական ես տալիս։ Ինչի՞։ Դու ուրիշ դեռ ես մտածում։ Դե ես մտածում եմ, որ միշտ առաջ պետք է գնաս։ Նաև այն դեպքում, որ պարանները պատահոտված են։ Իսկ դու փորձել ես։ Դա ստիպված ես եղել փորձել։ Գուցե քո կյանքում նմանատիպ իրավիճակ չի եղել, որովհետև հեշտ է խոսալ առաջ գնալու մասին, եթե դու ընտրության առաջ գնաս, թե գնաս անդունդը։ Մանջերոցիկները ոչ պետք չարան։ Հայ, որովհետև մարկան ծանրացիկ պետք չի։ Մարդիկ մեր համար չեն մտածում, դրա համար չարան։ Որտեղ չեն լացում։ Դու հաճախ ես խոսում պայքարի մասին, բայց ոչ բոլորն են ցանկանում կռվել։ Ոմանք արդեն հոգնել են։ Կյանքը սիրում է այն մարդկանց, ովքեր որ պայքարում են մի կար։ Սեր։ Իմ կարծիքով կյանքը լուր դիտորդ է։ Իրան չի հետաքրքրում դու կկռվես, թե կպայքարես։ Ոչ։ Պայքարը նման է կյանքի հետ զրույցի։ Եթե բղավում ես, պահանջում ես, թակում ես, նա քեզ նկատում է։ Հա, մարդը հրավերներ է նետում, բայց նաև պարգև է տալիս։ Իսկ եթե լռում ես, ուղղակի կողքով է տանցում։
Բա դու բան չունես։ Հələ կոշիկները թան։ Ասում ես բան չունես, լակոտ։ Դու այսօր դուրսն ես քնելու, լակոտ։ Դավայ անցի դուրս։ Հասկացաք սա։ Ով տենց բան կանի դուրսը կքնի։ Իսկ ոնց իմացար, որ հանցագործությունա տեղի ունենալու։ Այն մարդուն, որ ֆոտոսեսիա է իրանում է, այ հենց ինքը ասեց։ Դե լավ, ես գնացի։ Ու շատ շնորհակալ եմ, որ նյութս ապահովեցիր։ Ու մի բան էլ։ Էլ նեղացած չեմ, որ նկարները շնջել ես։ Գնացի։ Երկուսն էլ ձերբակալված են, պարոն Ավագյան։ Ապրես Միկա։ Դու մի գնդակով երկու նապաստակ սպանեցիր։ Եվ անձագործներին բռնեցիր, եւ հիացրեցիր լրագրողներին։ Նրանք արդեն մեր մասին հոդվածներ են գրում, ինչպես է ոստիկանությունը վերականգնում իր պատիվը։ Քեզ համարյա հերոս են համարում։ Ես ուղղակի իմ գործն եմ արել։ Քո նման մարդիկ համակարգին շատ են պետք, Միկա։ Ոչ միայն որպես կատարող, դու պետք ես նաև այնտեղ, որտեղ որոշումներ են կայացվում։ Ինչ եք ուզում դրանով ասել։ Ուզում եմ դառնաս իմ թիմի մի մասնիկը։ Մեծ սիրով, այդ իմ համար մեծ պատիվ է, պարոն Ավագյան։ Դու Միկա ունես մի բան, որը շատերին պակասում է։ Պատկերը տեսնելու ունակությունը։ Դու կարողանում ես հանցագործի նման մտածել։ Դա հազվագյուտ երևույթ է։ Դա պետք է օգտագործենք։ Շնորհակալ եմ, պարոն Ավագյան։ Ես չասեցի, որ դուրսն ես այսօր քնելու։ Իսկ դու Ղասաբի մասին լսել ես։ Այո, իհարկե։ Ուսումնական ծրագրի շրջանակներում իր գործը ուսումնասիրել եմ։ Դա շատ լավ է։ Որ հայավարի տանը դու մարդ հյուրասիր ես, ասենք որտեղից թարմը թերքներ կարաս ճարես, միլ բան ճարեղ են նուլիքը տարբեր խմիչքը, կապահով են քո մենյուի մտքի թռիչքը, քեզ միշտ կօգնի մելեն ու բոլան վերջ պարկինգը, առանց մունաթը հայ կնոջ դանդաղ շոփինգը, ընտանեկան մթնոլորտ է գները ցածր, սերվիզը թույն մարդիկ միշտ գոհ որակը բարձր։ Come on everybody, este supermarket դու արի, supermarket este, համեցեք դուք միշտ։ Come on everybody, este supermarket դու արի, supermarket este, համեցեք դուք միշտ։
Ձեր ժպիտը մեր մասնագիտությունն է։ Design Your Smile-ում մենք բուժում ենք ոչ միայն ատամները, այլ նաև վախը, անհանգստությունը եւ կասկածները։ Աշխատում ենք բարձրակարգ տեխնիկայով, նորագույն մեթոդներով եւ անհատական մոտեցմամբ։ Մենք առաջարկում ենք թերապևտիկ եւ էսթետիկ ատամնաբուժություն, իմպլանտներ եւ պրոթեզավորում, սպիտակեցում եւ շտկում, ցավազերծ միջամտություններ։ Design Your Smile մասնագիտություն, որ խոսում է ժպիտով։ Օմորֆիա, քո փայլը սկսվում է հենց այստեղ։ Անգամ ամենահասարակ օրը կարող է դառնալ հատուկ, երբ քեզ նայում ես հայելու մեջ ու ժպտում։ Մազերի փայլ, մաշկի նուրբ շող, նուրբ ձեռքեր, ամեն բան լիարժեք լինելու զգացողության համար։ Օմորֆիա սրահում գեղեցկությունը չի պարտադրվում, այն բացվում է քո բնականությամբ։ Մենք պարզապես ընդգծում ենք այն, ինչը արդեն կա քո մեջ։ Թող քո գեղեցկությունը խոսի առանց բառերի։ Օմորֆիա, քեզ նվիրված վայրկյաններ։ Les chansons. Կան օրեր, որոնք պետք է յուրահատուկ լինեն։ Լուսավոր, հագեցած ու ճաշակով։ Սրահ, որտեղ ամեն ինչ մտածված է հենց քո օրվա համար։ Նրբագեղ դիզայն, հաճելի երաժշտություն եւ բացառիկ մթնոլորտ։ Թող տոնը լինի ոչ միայն գեղեցիկ, այլ անմոռանալի։ Les chansons. Երբ տոնը դառնում է զգացողություն։ Կալուգա պրեմիում, ապահովագրեք ձեր բիզնեսը մեզ հետ։ House of Pastry, որտեղ քաղցրը պարզապես համ չէ, զգացում է։ Մեզ մոտ խմորեղենը թխվում է սիրով, ստեղծվում համի հիշողությամբ։ Յուրաքանչյուր կտոր թարմ, նուրբ, բուրավե, ամեն շերտում քաղցրություն, հոգատարություն ու մի փոքր մանկություն։ Մենք պատրաստում ենք տորթեր, թխվածքներ, ռուլետներ ու քաղցր փոքրիկ պահեր ձեր եւ ձեր սիրելի ընտանիքի համար։ Ոչ միայն առիթների, այլ նաեւ հենց այնպես, օրը քաղցր դարձնելու համար։ Քաղցր օրերը սկսվում են հենց այստեղ։ Կարսի լավաշ, այնտեղ որտեղ օրը սկսվում է թոնրի բույրով։ Փնտրում ես թարմ բուրավետ ու անկրկնելի համեր, Կարսի լավաշում մենք ոչ միայն թխում ենք ավանդական լավաշ, այլ նաև քեզ ենք հրավիրում մի աշխարհ, որտեղ հացն ու քաղցրավենիքը ստեղծվում են սիրով ու վարպետությամբ։ Համեղ եւ թարմ լավաշների համար եւ ոչ միայն, համեցեք Կարսի լավաշ եւ մենք ձեզ սիրով կսպասարկենք։ Բույրը Կարսից, համը սրտից։ Hello, my name is Mariana Sarkisian. Welcome to Little Me Learning Academy. Come on in. Շացակ։ Լավ նորություն ունեք։ Անհետացել է։ Ոչ ոք տեղը չգիտի։ Դա կարող ես անել։ Կարող ես։ Սեմը, կոկոն ու ղասաբը։ Ընդամենը 3 կրակոց։ Դու դա կարող ես, մհեր։ Ղասաբ, դու շատ լավ ես ապրում մի մարդու համար, որ սխալներ ա թույլ տալիս։ Քեզ ում տեղն ես դրել, մհեր։ Հեսա իմ տղեկը ցույց կտան, ում տեղն եմ ես ինձ դրել։
Տեսար։ Հիմա ես քեզ կսպանեմ։ Ու իմ անունը կգրվի պատմության մեջ։ Զենքիդ մեջ պամփուշ չկա մեր։ Ապրեք տղեկ։ Դուք լավ խաղացիք ձեր դերը, ազատեք։ Զորապ, խնդրում եմ, ինձ մի շանս էլ տուր, ընդամենը մի շանս, ես… Դու պագեցիր քո էժը մհեր, քո մասին էլ ոչ ոք, ոչինչ չի գրի։ Գնացինք։ Խնդրում եմ, Զորապ ջան, խնդրում եմ ինձ մի շանս էլ տուր, ես… Ինչ աստեղ կատարվում։ Ուղղակի ընտանեկան իրավիճակ։ Այդ դեպքում ինչի էր ծանքի իջած։ Ուղղակի մարդը պարտքերի մեջ է, եկել է Զորաբից օգնություն խնդրի։ Իսկ դու Սեմ, ոնց տեսնում եմ լավ տեղավորվել ես անցագործիկով։ Ես այն մարդու կողքին եմ, ով օգնում է բոլորին։ Ամենայն դեպս ուրիշների պես ճակատագրեր չի խորտակում։ Ինձ թվում է դրա մեջ հանցանք չկա։ Մհերը ինքն է եկել, իրավոտով իրան ոչ ոք չի ստիպել։ Ճիշտ է ասում։ Հա, տենց էլ կա, ընտանեկան հարց է։ Շնորհակալ եմ, Զորապ ջան, շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Մենք դեռ կհանդիպենք, Զորապ։ Մեր դռները միշտ բաց են։ Մենք էլ համակուրսեցիս։ Ուտով կհանդիպենք ճաղերի հակառակ կողմերում։ Ստի։ Պետք է հանդիպել։ Պետք է հանդիպենք։ Հասկացա։ Հասկացա։
Ես դուրս եմ գալիս։